Yes, this is the Champagne Zuma, or some car, yes, not gravel. She is caravan, half parts of a certain gravel from Tilly car, but it's near gravel, the minute. Usually, the car is stay. Քրիստ Մեհրաբյան եւ Կոբի Մարգարյան։ Քրիստ Մեհրաբյանը Ես պարան չկա։ Okay. Շարունակում է Սերժա Աղոյանը վերաբերյալ լեգան գործունեությունը։ Միշտերի կարգավորում տնձելուց է ովքեր ներկայացել դատական նիստը։ Արգելիներն դատական նիստի ներկայացել է Գագաթրով Գևորգյանը, Ուժովի իրավահաջող Երման Ալեքսանյանը, ներկայացել է հաստատանների հարստական Ռադիկ Կարապետյանը, ներկայացել նաև Ուժովի ներկայացել Վկաներից Արման Խաչատրյանն և Կոբի Մարգարյանը դատական նիստի ներկայացել, Ուժովը չի ներկայացել, անվաստակները չեն ներկայացել Վկաներից Գերման Սիսյանը, Կարել Պետրոսյանը, Քրիստ Մեհրաբյանը, Լեռնա Մուսյանի հասցեով և Կարել Պետրոսյանի հասցեով դատանի կողմից ուղարկված դատական ցանցերը և վերադարձական դատան ստացվելն հետևյալ Դատան է ստացվել մինիմում միջնորդագիր դատական նիստերի դարձնելու մասին 27/016 թվականի ամսաթվով, որը նույն ամսաթվին դատարան։ Ուրեմն միջնորդագիր ներկայացել է պաշտպան Կարեն Քարոզյանը դատանին է ուղղված, որտեղ նշել է ձեր վարույթում եք անում թիվ կտամեք 0053 գործը ըստ մեղադրանքի Սերժա Սուրելի Աղոյանի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով։ Գործով դատական նիստը նշանակված է 16 թվականի սեպտեմբերի 22-ին ժամը 14:39։ Նկատի ունենալով, որ վերը նշված քրեական գործով անվասնելար Սերժա Աղոյանը 26/09/16 թվականին ընդունվել է ստացիոնար բուժման Արտմեդ ԲԲԿ ստրես կենտրոն, հետևաբար միջնորդում են հետաձգել 2016 թվականի սեպտեմբերի 27-ին նշանակված դատական նիստը և նշանակել մեկ այլ հերթին։ Իսկ ներկայացվում է Արտմեդ ԲԲԿ ստրես կենտրոն կլինիկայի ղեկավար Սուքիասյանի և բուժող բժիշկ Սրապյանի կողմից տրված տեղեկանքի բնօրինակը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության թիվ 1234/654 որոշման պատճենը։ Հրապարակում է կից փաստաթղթերը Արտմեդ բժշկական վերականգնողական կենտրոն ՊՊՏ 16 թվական տեղեկանք։ Դեպքում է Սերժա Սուրելի Աղոյանին Նամած 91 թվական Կոտայքի Մոսկվի Բալահովի Թումանյան փողոց 25 հասցեն բնակվող առայր, որն ընդունվել է ստացիոնար բուժման Արտմեդ ԲԲԿ ստրես կենտրոն 26/09/16 թվին։ Դեպքում է ներկայացնելու ոստիկանություն բժիշկ Սրապյան և կլինիկայի ղեկավար Սուքիասյան ստորագրություններ և կլինիկ։
Նաև Հաշմանդամության կարգի վերաբերյալ պարզակի պատճերը ներկայացվել, համաձայն որի երկրորդ կարգի հաշմանդամությունը նշված։ Իստերի կարգվարկից ոստիկանության բաժին ուղարկված բերման ենթարկելու որոշման վերաբերյալ ստացվել է թե ոչ։ Բանի դատան, եթե թույլ կտակ նշվածի վերաբերյալ ոստիկանությունից տեղեկություններ ստացվել է, միջնորդություն եմ անում դատականիստը 15 տարվա ժամանակով հետաձգել մինչև որոշ բերման ենթարկելու մասին որոշման և համապատասխան հանրության օրինակներ ներկայացնել դատարանում։ Բայց դա է որ ներկայացնել։ Այո, բանի դատան։ Ինչ կարծիքան անձին բերման ենթարկելու վերաբերյալ մենք կայացված որոշում իմ անդամենը ձեզ որևէ չի զրկի միջնորդություն ներկայացնել ձեր իրավունքը իրականացնելու ընդամենը իսկ 15-20 րոպեով հետաձգելու վերաբերյալ միջնորդություն եք քննարկում։ Առարկություն ունեք։ Դուք չունենք, հագուր դատա չունենք։ Լավ, դատանը հաշվի առնելով, որ ոստիկանության համապատասխան ստորագրումից ստացված փաստաթղթերը կոնկրետ այս դատականիստի համար էական են, հապոստը վերաբերում է բերման ենթարկելու որոշման արդյունքների, որոշեց միջնորդությունը բավարարել և գործի քննությունը, այսինքն 15-20 րոպեով հետաձգել և սկսել հիմա 16-ից 50 շարունակեն ժամը 17:10։ Շեխոյանի բանավոր հայտարարության, որովհետև գտնվում է Արտմետ բժշկական վերականգնման կենտրոնում, ստանում ստացիոնար բուժում և իսկ ներկայացվել է արտանետություն բերման ենթարկելու որոշման կատարման վերաբերյալ և ըստ էության ինչ-որ վերության մեջ է նշված, ուներ արտանետվել է ոստիկանության Օտայքի բաժնի աշխատակից Տադևոսյանը, այն որացել է ամբաստանների բնակության վայր և մայրը Սիմոն Շորյանը հայտարարել է որդու տվյալ բժշկական կենտրոնում գտնվելու վերաբերյալ արտանետությունը ստորագրել Շահոյանը և տեսուչ Տադևոսյանը։ Լավ։ Ինչ կարծիք ունեք մեղադրող։ Բանի դատան միջնորդություն ունեմ երկրի կտակումից կամ միջնորդության քիշարության բաղցան։ Լավ, ասեք։ Բանի դատան նկատի ունենալով, որ երկրորդ դատականիստներ Սերժո Աղոյանը պատշաճ կերպով ծանոթված լինելով դատականիստի դերի և վայրի մասին, ներկայացնում է իր ավելի շահկասական տեղեկություններ պարունակող բժշկական տեղեկանքները, առայն որ գտնվում է կամ տանը ստացիոնար բուժման կամ այլ ինչ-որ հիվանդանոցային պայմաններում, մասնավորապես իմ ձեռքի տակ է հարցման պատասխանը ստանում է բժշկական կենտրոնում, որտեղ նա ներկայումս գտնվում է ստացիոնար բուժման մեջ, ընթերցում եմ այն, որ Սերժո Սուրենի Աղոյանը ծնված 25/08/91 թվականի Հացեք Օտայքի մարզ Բալովիկ մտում Ասիան փողոցում 25, Արտմետ ԲԿ ստրես բաժանում կենտրոնվում է 26/09/2016 թվականին, ինքնական ծնողների ուղեկցությամբ իր ոտքով գիտակցությունը տեղն է շարունակության սահմանափակում չունի, բացի այդ նաև ցանկանա ընթերցել նյութերի ոստիկանության Օտայքի բաժնում նախապատասխան նյութերով կազմված արձանագրությունը այն, որ 22/09/2016 թվականին Սիվա Վարդեզի Շահոյանը Սուրեն Աղոյանի մայրը հայտարարել է, որ որդին գտնվում է Աբանի հոգեբուժական կլինիկայում։
Ինչպես նաև վկայակոչի նախորդ դատական նիստի ժամանակ ներկայացված տեղեկանքը Բալահովիտի ամբուլատորիայից տրված, որ ստացիոնար պայմաններում բուժում է ստանում տունը, այսինքն այս ամբողջը ևս մեկ անգամ հաստատում է, որ հիվանդությունը ընդամենը իմիտացիա է, դատականությունը հետաձգելու միտում ունի, բացի այդ հաղթային փաստերի այնպիսի ամբողջականություն, որ Սերժ Ավոյանի նկատմամբ ընտրված անազատության հետ կապ չունեցող խափանման միջոցառություն չեղանալու մասին չի կարող ապահովել վերջինիս բաժան վարկագիծը եւ խոչընդոտում է քրեական դատավարության իրականացմանը, մասնավորապես 17.09.2016 թվականին Անդրանիկ Հարությունյանը ոստիկանության կոտայքի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Սերժ Ավոյանը եւ նրա հայրը Սուրեն Ավոյանը նույն օրը Բալահովիտ գյուղում ծեծեին ենթարկել իրեն պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչի կապակցությամբ ոստիկանության կոտայքի բաժնում քրեական դատավարության 170-171-րդ հոդվածների պահանջներով նախապատրաստվել են նյութեր եւ 27.09.2016 թվականին քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ինչը վկայում է վերջինիս կողմից իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի ստորագրություն չհեռանալու մասին գործ արդյունավետ լինելու եւ վերջինիս վարկագիծը չկարողանալու մասին հարկ է նկատել, որ Ավոյանի վարկագիծը եւ ձեռքբերված փաստական տվյալները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ վերջինս ազատության մեջ մնալով կարող է եւ ըստ էության արտենից թաքնվում է վարակ իրականացնող մարմնից, առանց հարգելի պատճառների չի ներկայանում եւ հետագայում նույնպես կարող է չներկայանալ դատականությանը, կատարել է արդեն եւ կարող է կատարել նոր հանձնավոր արարքներ, խուսափել քրեական պատասխանատվությունից եւ բաժից, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ վերջինս մերձագրվող արարքի բնույթը հասարակության վտանգավորության նշան է, այնպես էլ այն հանգամանքը, որ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիա նախատեսում է մինչև 5 տարի ազատազրկում եւ վճռաբեկ դատարանի ԵԱՔԴ 03860615 որոշումը, որը զարգացնելով Ճաղայրյանի եւ Ավետիսյանի վերաբերյալ գործերով շարունակվում է հետեւյալի մնում է անապնդում է իրավական դիրքորոշումը այն, որ կալանավորում է քրեական գործի քննության 10-ում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստներ եւ այս խափանման միջոցը կիրառից դատարան պետք է ներկայացվի ծանրակշիռ գործի նյութերից բխող փաստական տվյալներ ներդրյալի կողմից քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները կատարելու բարձր հավանականության վերաբերյալ, այսինքն պետք է պատճառաբանված ավելի բարձր չափանի, որը հիմնավորվի, որ տվյալ դեպքում արկային այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնք բացառում են ազատության մեջ մնալու դեպքում ներդրյալի պատշաճ վարկագծի ապահովման հնարավորությունը։ Ուստի ելնելով վերաբերյալից եւ ղեկավարվելով քրեական դատավարության 135 հոդվածի առաջին եւ երրորդ մասերի 151-րդ, 302-րդ, 303-րդ, 285-րդ հոդվածներով դատարանին միջնորդում եմ համաձայնել Սերժ Ավոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին փոփոխել եւ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը Միջնորդության ըսկից արկել դատարան ներկայացնում է վերջինիս բնակարան այցելելու մասին ոստիկանության կազմած արձանագրությունը Արմետ բժշկական կենտրոնից տրված տեղեկանքը Ղուկասյանի հանցագործության մասին տրված կոտայքի ոստիկանության բաժնում տրված հաղորդումը եւ քրեական գործ հարուցելու եւ վարույթ ընդունելու մասին որոշումները Ստեղծան դերևս դատարանը իշխեր հասցրել կողմերի պարզալանը, թե ով է նախանդավան դատարանը և իստերի կարտուվարը հաշվի առնելով այն հանրամանքը, որ պատշաճ կերպով կողմերը ներկայացված չեն եղել։ Այնուամենայնիվ միշտ է միջնորդության քննարկմանը անհավատարմանը դատարանը հարկյանը պարզալանը, որ իստը նախագահում է դատարանը կրճանը, իստերի կարտուվարը հավաքյանը և կողմերը օրենքոսանորած ումքերի արկայության դեպքում իրավունք ունեն իսկ նախագահ դատավորին ինքնաբացարկի և բացարկի միջնորդություններ ներկայացնել դա անհրաժեշտություն կա կոմպլեքսես ինքնաբացարկի և բացարկի հիմքերը պարզաբանելու անհրաժեշտություն չկա նման հիմքերից այլ չկա ուժովի ներկայացուցիչները ես որքան հասկացա փաստաբաններ են անհրաժեշտ այո փաստաբանները անհրաժեշտություն տեղյակ հիմքերից անհրաժեշտություն կա պարզաբանելու ունեք նման միջնորդություններ այո ես էլ
ինքնաբացակի և բացակի։ Հիմա անցնենք միջնորդության քննարկմանը, ստեղծան կողմը չի ներկայացել, և հիմա քննարկվում է Ամբաստանյանի դատարան չներկայանալու հարցը, ստեղծան նման հարցի քննարկում քրեական դատավարության օրենքով թույլատրելի է, հաշվառելով, որ երկրորդ դատականիստն է, անձը չի ներկայացել դատարանի իրավունքին քննարկելու, չներկայանալու հրահանգելի համարելու կամ չհամարելու հարցը և այդ բոլորը միջնորդություն ներկայացեցի դատարան խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ։ Հիմա նախ անդրադառնանք, որ նշեցիք բժշկական հիմնարկի գերությանը, մենք ունենք բժշկական հիմնարկից փաստաբան ուղարկված մի գերություն, որտեղ նշված է, որ ստացիոնար բուժման մեջ է, այսինքն դուք ինչ եք ուզում ասել, որ այնուամենայնիվ ստացիոնար բուժման մեջ է, բայց կարող է դատական նիստի ներկայացնել։ Այո, ես ցանկանում եի իշա տերեկանքով դատարանին ևս հավաստել, որ Սլավը բժշկական ստրեսի կենտրոնում գտնվելու հանգամանքը դերևս չի վկայում այնպիսի հանգամանքի մասին, որ վերջինս ի վիճակի չէր մասնակցելու դատաքննության։ Այսինքն յուրաքանչյուրս կարող է դիմել հիվանդանոց և ինչ-որ պատրվակով ստացիոնար բուժում ստանալ։ Այսինքն ստացվում է հարգելի դատարան, որ 22 թվականի սեպտեմբեր ամսի 22-ին Սրան է ցանկանում անդրադառնալ, սա ընդունում կանգնել, սա ասում են բժշկական կենտրոնից ձեզ ուղղված գերություն է, որը որտեղ նշված է, որ շարժունակության սահմանափակում չունի այս պայմանությամբ գիտակցությունը տեղն է։ Ուզում եք ասել, որ եթե գիտակցությունը տեղն է, կարող է շարժվել, այսինքն վիճակի է դատավորական և քննչական գործողությունների մասնակցությունը։ Այսինքն այն, որ գտնվում է բժշկական կենտրոնում, ըստ ձեզ հիմք չի նիստը հետաձգել հետ կապված։ Կարծում եմ ոչ հարգելի դատարան, եթե ունի որոշակի հիվանդություններ, դրա համար կա համապատասխան քերակատարողական դատապարտյալների հիվանդանոց քերակատարողական հիմնարկը, որտեղ կարող է տեղափոխվել անհրաժեշտության դեպքում։ Լավ, հիմա մեկ այլ արձանագրության մասին խնդրում եմ բարձրանում ներկայացնել։ Ինչ արձանագրություն է, ով է ում բնակարան այցելել 22/09/16 թվականին և ինչու եք ներկայացրել, ինչ հիմքով են այցելել կոնկրետ Ամբաստանյանի Ինչպես նշեցի միջնորդության մեջ 17/09/2016 թվականին Անուլիկ Ղուկասյանը ոստիկանության կոթայքի բաժնում հաղորդում է տվել, որ Սուրեն և Սերժ Աղոյանները իրենց էքսի են ենթարկել, որի հետևանքով ստացել են մարմնական վնասվածքներ, ինչի կապակցությամբ քերական դատավարության 171-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր նախապատրաստման ընթացքում ևս չի հայտնաբերվել Սերժ Աղոյանը և 27/09/2016 թվականին քերական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քերական գործ, կատարվում է նախաքննություն։ Այսինքն ցանկանում եմ հիմնավորվել, որ վերջինս խախտել է նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանները և ազատության մեջ մնալով կատարել է օրենքով չթույլատրված արարք։ Իսկ Սերժան այլը Սուրենն է 55 թվական ըստ ներկայացրած հարուցման որոշման որ մասին եք տվել։ Այո։ Այդ որտե՞ղ։ Ըստ այս քրեական գործ հարուցելու մասին որոշման տվյալներ կան, որ Սուրեն և Սերժ Աղոյանները ինչ որ օրենքով արգելված գործողություն են կատարել։ Ներկայացրել եք արձանագրություն հաղորդում ընդունելու մասին, սա ումն է վերաբերում, այդ ում որ Այո, սույն գործով դուժող են հարգել դատարան։ Ինչի հիման վրա, որ նախապատրաստվել են նյութեր։ Միջնորդության վերաբերյալ դուժողի դատարան։ Որևէ այլ ավելացում։ Հատազի միջնորդությանը ջորի կողմը։ Դուք կտակ ես Ասեք, ձեր իրավունքն եք ասել։ ողում եմ անում նույն բովանդակությամբ իմ միջնորդությունը 100%-ով հատախազար արդեն ասեց։ Վերաբերվելու է դրան։ Միջնորդություն Ամբաստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ 2016 թվականի ապրիլի 3-ին եղադրել Սերժ Սուրենի Աղոյանը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ
իր կողմից վարվող Mercedes-Benz G270 մարտիշի 01-099 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ընթացել է Ամբողջ քաղաքի հանրապետության փողոցի ճանապարհով լուսացուցի արգելող ազդանշանի պայմաններով։ Մուտք է գործել հանրապետության պիոներական եւ օգոստոսի 23-ի փողոցների ակնուն խաչմերուկ։ Տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն եւ թույլ է տվել ճկի 18-րդ կետի եւ ճանապարհի երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի պահանջին հակասող գործողություններ։ Դրանով իսկ ստեղծել վթարային իրադրություն այն է նախ բախվել լուսացույցի կանաչ ազդանշանի պայմաններով պիոներական փողոցից խաչմերուկ մուտք գործող Շամպանիկյանի կողմից վարած BMW 650 մարտիշի 05-555 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի աջ կողմային հատվածին, ինչի հետևանքով Հետևի աջ թող ներկայացուցիչ հրապարակի։ Լավ, ներկայացուցիչն դեռևս չեն հասցրել ներկայացուցիչին։ Չի հետևում հարցը չի քննարկվել, ներկայացել ես կհրապարակեմ, եթե Լավ, ներկայացրեք դատարանի դատարան ես կհրապարակեմ, որը Լավ, ըստ էության այս պատման եք ներկայացնում, այդ երևի մեղադրական եզրակացությունից վերցրեց սկիզբը։ Հիմա ձեր դիրքորոշումը, այսինքն ձեր միջնորդությունը չեն քննարկում, մեղադրողի միջնորդությունն են քննարկում։ Հիմա դուք իթիվս այլ հանգամանքների նշել եք, որ Սերոժ Աբրահամյանը վերագրող արարքը 15 միջին ծանրության հանցագործությունների շարքին, որի համար նախապես պատիժ ազատազրկման ձևը եւ արարք իրականացնողը վերջինիս նկատմամբ տվել է անազատության հետ չկապված խախտման միջոց։ 16 թվականի սեպտեմբերի 24-ին հերթական դատական նիստի ժամանակ դատարանի կողմից հրապարակվեց Բալահովին համայնքի բուժկետի կողմից ներկայացված մի փաստաթուղթ, ըստ որի Աբրահամյանը չի կարող մասնակցել դատական նիստին։ Միջև փաստաթուղթը դատարանի կողմից գնահատվել ոչ պատշաճ ապացույց անվաստանելի բնակվում բացակայության համար եւ որոշ ուղղակի դերձից բերման ենթարկել։ Այս համար հանգամանքական այնմասով անվաստանը չի ներկայանում դատական նիստերին, միտքում ունի դրան հանրակիկ ձգձգելու, չնայած նրան, որ դատական նիստի ներկայանալը վերջինիս պարտականությունն է եւ դրա հնարավորությունը Աբրահամյանը ունի, ասվածը հիմնվում է հետեւյալ փաստարկով։ 16 թվականի սեպտեմբերի 29-ին Շամշյանքում լրատվական կայքով տեղեկատվություն է տարածվել, որ սեպտեմբերի 17-ին Բալահովի գյուղի առաջին փողոցի բնակիչ Անդրանիկ Արությունյանը ոստիկանության Աբրահամյանի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն գյուղի Թումանյան փողոցի 25 տան բնակիչներ Սերոժը եւ Սուրեն Աբրահամյանը հարձակվել են վրա տվել այատներ, այնուհետեւ ծեծի են ենթարկել, որի ընթացքում ինքը ստացել է մարմնական վնասվածքներ։ Դեպքի արդյունքում ոստիկանության Աբրահամյանի բաժնում նախապատրաստվել են նկատում ունենալով, որ Աբրահամյանի կողմից ազատության մեջ մնալ հանգիստը վերջից կողմից հանցագործություն է կատարում, խուսափում է դատարան ներկայանալուց, միջնորդում է ընտրված խափանոցը փոփոխել եւ վերջինիս նկատմամբ որպես խափանոց իրավունք կալանավորումը։ Իրավահաջորդ Ալեքսանյան, դուք հանդիսանում եք Մարտին Ալեքսանյանի լավ ավելացնում բանում եք այն ինչ որ դատարանի իրավոր ներկայացեցի դրանից բացի այլ բան ունեք ավելացնում միջնորդության վերաբերյալ ոչ եթե ունեք Չարինոման գնումից չեմ շարակարս մյուս ուժողի ներկայացուցիչ ուժող Շամպանիկյան ներկայացուցիչը Ադիք դատարանատիրը որ ինչպես Բալահովի ամբուլատորիայի կողմից ներկայացած Կյանքում հանդես է դատարան ներկայացած վերականգնողական կենտրոնից ներկայացած տեղեկանքում չի հիշատակում նրա հիվանդության ծանրության մասին։ Այսինքն տեղեկանքով արդեն իսկ բացառվում է, որ նա բուժման է ենթարկվում ելնելով հիվանդական հիվանդ վիճակից եւ նա չի կարող ներկայանալ դատարան։ Այսինքն նա ներկայացել է տվյալ կենտրոն, որպեսզի վերականգնողական բուժում ստանա, իսկ վերականգնողական բուժումը նշանակում է, որ նա ազատ շարժվում է եւ կարող է ներկայանալ դատարան եւ բացակայել հիվանդանոցից եւ այլն։ Այսինքն դա այն պատճառաբանությունը չի,
հիվանդանոցում ստացիոնար բուժման պատճառաբանությունը չի, որ հնարավորությունից զրկում է ամբաստանյալի դատարան ներկայանալու։ Դրա պարագայում ես գրում եմ, որ ամբաստանյալը ուղղակի դիտավորությամբ չի ներկայանում դատարան, որպեսզի ցավոքի դատական նստի։ Այսինքն ինչը կարգավորում է իրական դատավորության օրենսգրքի 135 հոդվածի սահմանափակիչներով։ Ես միայն եմ բացատրել, գտնում եմ, որ դրա պարագայում որպեսզի խոչընդոտ չլինի դատական քննության համար պետք է ամբաստանյալի նկատմամբ փոխել խափանումիջոցը, դերը խափանումիջոց կալանքից։ Իսկ հետագա բուժումը, եթե այդպիսին զուգական հիվանդությունների հետ կապված բուժում կա, դա կարող է ստանալ նաև կենտրոնական հիվանդանոցում կալանքով։ Ինչ ինֆորմացիա ունեք, առողջ չէ ամբաստանյալը։ Դե եթե վերականոնական բուժում է ստանում, ուրեմն վերականոնական բուժում նշանակում ինչ որ թևը ցավը մասաժ է ստանում, կամ բասերում լողանալով մկաններն է կարգավորում, կամ այդ կարգի բան է վերականոնական բուժումը։ Ոչ թե սրսկումներ է ստանում, ոչ թե ցնցումներ է տարել, բուժում է, հատուկ բուժում է ստանում։ Վերականոնական կենտրոն կրվել է նշված, բայց վերականոնական բուժման մասին Եթե վերականոնական կենտրոն է, հիվանդանոցի պրոֆիլը վերականոնական դատախազը ներկայացած գրությամբ նշված է, որ ինքնական ծնողների ուղղությամբ իր ոտքով դիմել է տվյալ Արտմեդ բժշկական կենտրոն, նշված է գիտակցությունը դերն է, շարունակության սահմանափակում չունի այս բայդրությամբ։ Չէ՞ ասում եք վերականոնական բուժում իստված այդ հաստատում։ Չէ, չունեմ հաստատում, պարզապես ներկայացած հաստատքի տրամաբանությունից ելնելը վերջ։ Լավ, դատանը հեռանում է խորհրդական սենյակ, շնորհքան վերաբերյալ որոշում կայացնելու։ Ոտքի։ Որոշում խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն կայացան առնելու մասին 24 սեպտեմբերի 28 սեպտեմբերի որտեղի մարմին հնարավորության նախագահորդատորի կրկին կարգավորության կառավարությանի մասնակցության կողմի դատատասների բուժողի իրավահաջորդ Ալեքսանյանի բուժողի իրավահաջորդի ներկայացիչ Կաղապետյանի քննության առնելով ԿԴ-ի տեղական գործով Նևադրով Գևորգյանի միջնորդությունը ամբաստանյալ Սերժ Սուրենի ավարում նկատում դրված խափանման միջոցը փոփոխելու և կառանավորում որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը հրապարակվում է մասամբ դատարանը որոշեց կոդեքսի մանրի դատախազության դատախազ Գևորգյանի միջնորդությունը բավարարել ԿԴ-ն 003 քրեական գործով ամբաստանյալ Սերժ Սուրենի ավարյանի 25/08/1995 թվականին հայ քաղաքացի միջնակարգ կրթությամբ չամուսնացած նախկինում դատվածստանալի 02/10 թվականին կոպեկի մարզընթանավացյալ դատարանի դատավճռով Հայաստանցան քրեական ազգի 250 թողածի երկրորդ մասով թողնանք 2000 դրամ միջապով չի աշխատում մնանում է կոպեկի մարզի Գյուղբալաղովի Թումանյան փողոցի 25-րդ տանը և մեղադրվում է Հայաստանցան քրեական ազգի 242 մասով նախատեսված հանցագործության մեջ նա նկատմամբ տրված խափանման միջոցը չեղանալու մասին ստորագրությունը փոխել որպես խափանման միջոց կիրառել կանոնավորումը կալանքի սկիզբը հաշվել Սերժ Ավարյանի փաստացի արգելանքի լեցնելու պահից որոշման կատարումը հանձնարարել Հայաստան Հանրապետության կոդայքի բաժնի և Հայաստանյան Հայաստանյան արտադրության նախարարության քրեակատարողական համապատասխան քրեակատարողական կոմիտեի պետի որոշումը կարող է կատարվել դեպի քրեական դատարան քրեակատարողական ծնգույրի ժամկետում դատավոր մկրտչանստի Աշխարհի ամբաստանյալի բարձրակայության պայմաններին չի կարող դատական նստաշարունակում նաև դատարանը համապատասխան որոշում է կայացրել
եւ նշանակել 2016 թվականի հոկտեմբերի 11-ին հարմար է ներկայացուցիչ հարմար է Ես ժամերուկսի վերախելիք չունեմ։ Ժամը 11-ին էլ ես եմ նստում։ Այդ դեպքում 12-ին ժամը 14:00 հարմար է Հարմար է։ Ասի ժամը 14:00